Ողջույն, Հայաստանում ձևավորվել է նոր կառավարություն, փոփոխությունը մեկն է, Արդարադատության նախարարի պաշտոնը վերստին ստանձնեց Դավիթ Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանի հին ու նոր կառավարությունը իր գործունեությունը շարունակելու է հսկայածավալ ծրագրերով։ Դրանցից մեկը առաջիկա 5 տարիներին արտահանումը 3 անգամ ավելացնելն է։ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով նշանակվել են նոր կառավարության անդամները, փոփոխությունն, ինչպես ասացինք, մեկն է, Դավիթ Հարությունյանը 10 տարվա ընդմիջումից հետո վերստին նշանակվեց Արդարադատության նախարար, կառավարության տնտեսական հատվածը չի փոխվել, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը 3 զուսպ գնահատեց Կարեն Կարապետյանի 8.5 ամսվա կառավարության աշխատանքը, ընդհանուր առմամբ դրական, ասաց նա։ Հայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել է գրեթե 2 անգամ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ տնտեսական ակտիվությունը աճել է 3.4%-ով, հունվարին 16-ի հունվարի համեմատ աճը 6.8% էր, փետրվարին նախորդ փետրվարի համեմատ 6.4% եւ մարտին նախորդ մարտի համեմատ 6.7%։ Անցած տարի նույն պատկերն էր, տարին սկսվեց բարձր աճով, սակայն երկրորդ կեսում միայն անկում էր։ Այս տարի սպասվում է գործազրկության աճ, Կենտրոնական բանկի հրապարակած ֆինանսական կայունության հաշվետվություն 2016 զեկույցի համաձայն այս տարի գործազրկության մակարդակը կաճի 0.5%-ային կետով եւ կկազմի 18.5%։ Ուշագրավ է, որ գործազրկությունը աճում է շարունակվող տնտեսական աճի պայմաններում, անցած տարի աճը 0.2% էր, իսկ այս տարի կառավարությունը սպասում է 3.2%։ 5-րդ խոշորագույն հարկատուն Հայաստանի էլեկտրական ցանցերը մտադիր է կրճատել իր անձնակազմի մոտ 10%-ը, գրեթե 800 հոգու։ Ազատության տեղեկություններով կրճատումների մասին որոշումը կհրապարակվի առաջիկա շաբաթվա ընթացքում, այժմ հարցը քննարկվում է ՀԵՑ-ի սեփականատեր Տաշիր գրուպի ղեկավարության հետ։ Կառավարության երեկվա որոշման վաճառքի են հանվել հանրային սեփականության մի շարք հայտնի կառույցներ, Սարյան փողոցի վրա գտնվող Հայ Փոստի շենքը, Աշտարակի խճուղու մոտ գտնվող Հայ ֆիլմ կինոստուդիան, Հրազդան մարզադաշտը, Մաշտոցի պողոտայի վրա գտնվող կառավարության ընդունելությունների տունը եւ բազմաթիվ այլ կառույցներ։ Ընտրություններից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը իջեցրեց նոր մեգա հանձնարարականներ, մինչև 2040 թվականը աղքատությունը կրճատել 4 անգամ, մեկ շնչի նկնող հնայի ցուցանիշ ավելացնել 4.2 անգամ, հայտարարվեց նաև մինչև 2022 թվականը արտահանումը ավելացվելու է 3 անգամ։ Նախագահ Սարգսյանի նախորդ 2008 թվականի մեգախոստումները հայ-իրանական երկաթուղի նոր ատոմակայան, հիշեցնենք, իրականություն չդարձան։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են առաջիկա 5 տարիներին արտահանումն ավելացնել 3 անգամ, մի թիվ, որը եթե իրականություն դառնա, կարող է տեղ զբաղեցնել համաշխարհային պատմության մեջ որպես աննախադեպ մի ձեռքբերում։ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը օրերս խոստացավ մինչև 2022 թվականը հայաստանյան արտահանման ծավալները հասցնել ողջ տնտեսության 45%-ի։ Հիմնականում քննարկվեց միջնաժամկետ հատվածում մինչև 2022 թվականը արտահանման աճի տեմպերը, ինչ եղանակներով եւ որ ոլորտներով ենք մենք հասնում այն ցուցանիշներին, որ նպատակադրել ենք, որ 2022 թվականին արտահանումը լինի առնվազն համախառն ներքին արդյունքի 45%-ը, սահմանվեցին շատ հավակնոտ թիրախներ, որոնք որ գտնում ենք որ իրատեսական է եւ մեր լավ աշխատանքի դեպքում մենք կարող ենք արձանագրել այդ ցուցանիշները։ Պատկերացնելու համար, թե ինչ թվերի մասին է խոսքը, նշենք, որ ազգային վիճակագրական ծառայության համաձայն անցած տարի Հայաստանի արտահանումը կազմել է 1 միլիարդ 782 միլիոն դոլար կամ ողջ տնտեսության հնայի 16.8%-ը։ Որպեսզի արտահանումը կազմի հնայի առնվազն 45%-ը, ինչպես պայմանավորվել են նախագահն ու նախարարը, առաջիկա 5 տարիներին մեր արտահանումը պետք է աճի մոտ 3 անգամ։ Որքանով է իրատեսական նման ցանկությունը, իսկ միգուցե ծրագիրը։ Արտահանման եռակի աճ նախորդ տարիներին Հայաստանն ունեցել է, սակայն դրա համար պահանջվել են 14 երկար ու ձիգ տարիներ, 2002-ից 16 թվականներ։ Հարցեր են առաջանում ոչ միայն տնտեսագետների մոտ,
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում վերջերս կայացած խորհրդակցության ժամանակ, երբ ներկայացվեցին մինչև 2022 թվականը արտահանման ավելացման անհամեմատ ավելի համեստ թվեր, քան հրապարակվեցին նախագահի հետ հանդիպումից հետո, վարչապետ Կարեն Կարապետյանը չկարողացավ զսպել զարմանքը։ Հիմա որ դուք ասում եք մինչև 2022 թիվը արտահանումը գերազանցի ներմուծումը։ Շատ ուժեղ, լավ պնդում եք անում։ Դրա տակից դուրս են գալու։ Ու գիտեք ինչն ենք լցնելու։ Ու գիտեք ներմուծումից ինչն ենք պակասացնելու։ Արտահանման վերաբերյալ խոսելու ենք տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանի եւ տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ։ Պարոնայք ողջույն, պարոն Խաչատրյան, որոնք են այն ճյուղերը, որոնք պետք է նման կարելի ասել թռիչքաձև, աճ ապահովեն մեր արտահանման բնագավառում։ Մի փոքր կմանրամասնեք, խնդրում եմ, մինչև 2022 թվականը մենք պետք է արտահանում, ինչպես նախարարը նշեց, հասցնենք հնայի 45%-ի։ Մեկ ուղու մինչև պարզաբանման անցնելը դուք նշեցիք, որ արտահանումը առաջիկա 6 տարիների ընթացքում կաճի 3 անգամ, իրականում այդպես է գնահատում, որովհետև դիտարկում ենք միայն ապրանքների արտահանումը, իսկ մենք խոսել ենք ապրանքների եւ ծառայությունների արտահանման աճի մասին։ 1 միլիարդ 780 միլիոն դոլար 2016 թվականի արդյունքով կազմել է ապրանքների արտահանումը եւ 1 միլիարդ 610 միլիոն դոլար ծառայությունների արտահանումը։ Այսինքն հանրագումարով դրանք կազմում են 2016 թվականի արդյունքներով մոտավորապես 3.4 միլիարդ դոլար, որն համախառնական արդյունքի 32%-ն է։ Այսինքն մեր նպատակադրումը մինչև 2022 թվականը այդ 32.6%-ը դարձնել 45%, ինչպես նշվեց եւ նախագահի խոսքում եւ կառավարության վերջին շրջանի Պարզապես ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, երբ որ նայում ես արտահանում բաժինը, այնտեղ տալիս են 1 թիվ, չի մանրամասնված ոչ ապրանք, ոչ ծառայություն եւ ընդհանուր նշված է արտահանում, որը այն թիվն է, որը եւ ներկայացվեց ռեպորտաժի ժամանակ, բայց միանշանակ է, որ վիճակագրության ազգային ծառայությունը հրապարակում է նաեւ ծառայությունների արտահանման թիվը, ես ավելին կարող եմ ասել, թե որոնք են դրա հիմնական բաղկացուցիչները, այդ 1 միլիարդ 610 միլիոն դոլարից 2016 թվականին մասնավորապես 900 միլիոն դոլարը կազմել է զբոսաշրջությունը եւ 150 միլիոն դոլարը, որը մեծությամբ կարելի է համարել երկրորդ ուղղությունը ծառայությունների մեջ, դրանք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կամ IT ոլորտում, ինչպես մենք ասում ենք, ծառայությունների արտահանումը։ Պարոն Խաչատրյան, որոնք են այն ճյուղերը, այն ոլորտները, որոնք պետք է ապահովեն Հայաստանի արտահանման նման աճը։ Ճյուղերն ավանդական են, այսօր արտահանման կառուցվածքում զգալի տեսակարգաշերում ունի լեռնահանքային ոլորտը եւ մետաղագործությունը։ Դրանից բացի, երբ որ մենք դիտարկում ենք պատրաստի սննդի արտադրանքը, ապա երկու հիմնական խմբեր են առանձնանում իրենց համեմատաբար մեծ տեսակարգաշերով, դրանք խմիչքներն են, մասնավորապես կոնյակագործությունը, որը Հայաստանի վերամշակող արդյունաբերության ավանդական ճյուղերից մեկն է, եւ երկրորդը սիգարետների եւ սիգարների արտադրությունը։ Այս երկու ճյուղերն առանձնացել են որպես այդ ոլորտի առաջատարներ եւ իրենք նույնպես իրենց զարգացման միտումներով հուշում են, որ առաջիկայում պետք է սպասել շատ դրական զարգացումներ։ Ճիշտ եմ ձեզ հասկանում, որ օրինակ Ամուլսարի նախագծի իրականացում այսպես զարգ կտա եւ փաստորեն Հայաստանը կշարունակի հանքանյութ արդյունահանել եւ արտահանել եւ հիմնական շեշտը դրվելու է այդ ուղղության վրա։ Միանշանակ ճիշտ դիտարկում եք կատարում։ Ես չէի ասի, որ հիմնական շեշտը դրվում է այդ ուղղության վրա, քանի որ 2018 թվականին Լիդիան Արմենիան նախատեսում է գործարկել արտադրությունը եւ ապրիլ ամսից սկսած մինչեւ տարեվերջ մենք կտեսնենք արդեն զգալի արտադրանքի թողարկման ավելացում ոսկու արտադրության բնագավառում։ Հայաստանում նրանք այդ տարվա ընթացքում կարտադրեն առնվազն 6 տոննա ոսկի դորեում, այսինքն ձուլվածքում, եւ 2018 թվականի ճշգրտումը, արտահանման զգալի ճշգրտումը 2017 թվականի առավելապես պայմանավորված կլինի հենց այդ հանգամանքով։ Պարոն Մանուկյան, որքանով է իրատեսական կառավարության իշխանությունների այս ծրագիրը մինչև 2022 թվականը առաջիկա 5 տարիների ընթացքում հասցնել է նայի 45 տոկոսի արտահանման ծավալները, փաստորեն մյուս կողմից ստացվում է, որ մենք շեշտը դնելու ենք, այսինքն հանքանյութի վրա, ավելացնելու ենք այն ինչ որ բնությունից վերցնում ենք եւ պարզապես ծավալներն ենք մեծացնելու վաճառելով հանքանյութ, ինչ կարող եք ասել։ Առաջինը պետք է ասեմ, որ մենք ունենք կառավարության կայքում էլ կա, Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարություն, այսպես ասած, հայեցակարգը 2014-2025 թվականների համար,
որտեղ որ 2025-ի համար որպես թիրախային ցուցանիշ դիտարկվում է, որ արտահանումը մենք 34.7% մասնաբաժին ունենանք։ Եվ 2021-ի համար էլ կարող եմ ասել, այդ սցենարով 33%։ Այսինքն հակասություն կա ծրագրի եւ նախարարի փաստորեն ասեմ, որ այն թիրախները, որ 15-16-ի համար դրված էին, արդեն իսկ ավելի թույլ զարգացման միտումներ են ունեցել, քան փաստացի իրականությունը։ Այսինքն նույնիսկ այս լավատեսական սցենարով, որ 14 մինչև 25 թվականին ուրվագծվել է, մենք նույնիսկ այդ պարագայով արձանագրելով ընթացքում, այսինքն միջանկյալ 6 ցուցանիշներ, բայց արդյունքում վերջնահաշվում կարծես թե 2022 թվականի համար ավելի լավ պատկեր են կանխատեսում կամ այդ սցենարն է ներկայացվում, քան եղել է այս ռազմավարության մեջ, որը իդեպ գործող ռազմավարություն է, այնպես չէ, որ այս պահի դրությամբ մենք ունենք այլը։ Երկրորդ դիտարկումը, որ ես կուզենայի ասեի, իրոք ապրանքների մասով ձեր այդ ասածը 16.8, որ մենք նայում ենք, բայց այդտեղ շատ կարևոր է նաև, երբ որ մենք ուսումնասիրում ենք ներմուծում եւ արտահանում, ներմուծումը ես օրինակ փորձեցի մաքսային արժեքների հիման վրա այդ խոշոր հիմնական աղբյուրները ուսումնասիրել, ներմուծումը մեր մոտ դիվերսիֆիկացված է։ Ինչը չես ասի արտահանման վրա, այսինքն 3 խոշորագույն ուղղությունները, ինչպեսին է պղնձի խտանյութը մոտ $400 միլիոն կարգի, այսպես ասած, արժեքով, երկրորդը սիգարներն են եւ երրորդը, եթե ճիշտ եմ հիշում, այնտեղ բաններ, ադամանդագործություն եւ այլն, հա, կարող ենք այսինքն վերջի տարիներին այդ ավանդական ճյուղերը նույնն են մնացել եւ ըստ էության խոշոր փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Պարոն Խաչատրյան, ես հիշում եմ 2009-ի ճգնաժամից հետո Տիգրան Սարգսյանի կառավարությունը հատկապես եւ հաջորդ կառավարություններն էլ շատ էին խոսում տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, բայց երբ որ նայում ենք թվերը արտահանման, հա, ճյուղային այսպես ուղղությունները կարծես թե մեծ հաջողություններ չունենք այս առումով եւ այն ինչ իրավիճակը որ խոշոր առումով կար 2009-ին նույնն է մնացել, ինչ կարող եք ասել։ Ես ուզում եմ չհամաձայնվել, որ դիվերսիֆիկացիոն ըստ էության տեղի չի ունեցել, որովհետեւ ի հայտ են եկել արդեն ուղղություններ տնտեսության մեջ, որոնք որ կարող ենք ասել կայանում են եւ զարգացման շատ լավ նախադրյալներ են։ Ավանդական ուղղություններից բացի ինչ ես ուզում եմ հենց հիմա առանձնացնել մեկ ուղղություն, որի վրա վերջերս շատ մեծ ուշադրություն է դարձվում եւ բացատրել թե ինչու։ Դա թեթև արդյունաբերությունն է։ Հայաստանում ավանդաբար զարգացած է եղել տեքստիլ արդյունաբերությունը եւ կոշկագործությունը կամ կաշեգործությունը, այսպես ասենք ավելի ճիշտ կլինի։ Եվ վերջին 2-3 տարիների ընթացքում զարգացումների արդյունքում 2016 թվականին արդեն Հայաստանից արտահանվող տեքստիլ արտադրանքը հասել է մոտ $100 միլիոն ամերիկյան դոլար աճը տարիների 3 տարվա կտրվածքով կարող եք նշել։ Եթե 2000 ինձ մոտ շարքը ցավոք վերցված է 2015 թվականից, 2015 թվականի մոտ $70 միլիոն, 2017-ի արդյունքներով մենք ունենանք արդեն 110։ Ես ավելին եմ ուզում ասել, մեր բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ մեկ ստեղծվող աշխատատեղը թեթև արդյունաբերության ոլորտում տարեկան ապահովում է մոտ $20,000 արտադրանք, այսինքն եւ արտահանում համապատասխանաբար, որովհետեւ մենք այդ ոլորտի զարգացումը հիմնականում կապում ենք արտահանման նոր հնարավորությունների հետ, որոնք առկա են, եւ առաջիկա տարիների կտրվածքով 2-3 տարիների կտրվածքով առնվազն 10,000 աշխատատեղ այդ ոլորտում ստեղծելը կնշանակի, որ մենք $200 միլիոն, մինչև $200 միլիոն արտադրանքի արտահանում կունենանք հենց այդ ուղղությամբ։ Այսինքն ներողություն եմ խնդրում, դա մեկ ուղղություն, որ հատուկ ուզում էի առանձնացնել, մենք մեծ հույսեր ենք կապում նաև այն կաշեգործության ընդհանրապես ուղղությամբ, այս տարվա ընթացքում ձեռնարկվում է գործարկվում է կաշվի վերամշակման արտադրությունը Երևանում, Երևանի կաշի պակվաժնետիրական ընկերության տարածքում, այդտեղ նույնպես լուրջ հեռանկարներ կան, այսինքն թեթև արդյունաբերությունը կշարունակի վերականգնել դիրքերը։ Խնդրեմ, ասեմ, ուրեմն ընդհանրապես շուկայու կենտրոնացվածության գործակից հասկացողությունը կա, երբ որ մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայից, օրինակ եթե նայենք մեր արտահանումը, այսինքն առաջի 5 խոշորագույն ապրանքատեսակները, որոնք մենք արտահանում ենք եւ դրանք հանրագումար անենք, երկու մեթոդ կա, կարող ենք այդպես դիտարկել, կարող ենք օրինակ Հերֆինդալ Հիրշմանի բանաձևով քառակուսիները դրանց գումարել, Հայաստանի պարագայում այս 5 խոշոր արտահանվող ուղղությունները դրանք կազմում են 50%։
Այսինքն եւ դա թե 15-ին, թե 16-ին անուններով առումով փոփոխություն չտեղի չի դիվերսիֆիկացիա նշանակում է ավելի բազմազանություն։ Հիմա եթե ներմուծումն ենք նույնը դիտարկում 21%-ի կարգի է, այսինքն էլի խոշորագույն 5-ը։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ մենք ներմուծման առումով որոշակիորեն դիվերսիֆիկացված է, բայց արտահանման առումով համենայն դեպս էլի հիմնական խաղացողները դրանք նորից հանքաքարն է, սիգարետները, սպիրտային խմիչքները, հիմնականը կոնյակը, փոշին եւ ադամանդը, իդեպ ասեմ, որ այս ադամանդի մասով այստեղ երկակի գործոն կա, մենք գիտենք, որ ադամանդը ինչպես ներմուծում ենք, այնպես էլ հետագայում վերամշակում ենք եւ արտահանում ենք, այսինքն, որ մենք խոսում ենք արտահանման խթանման մասին, առնվազն այս 5-րդ խոշորագույն ուղղությունը երկակի դերակատարում ունենալու մեր հնայի կառուցվածքում։ Օրինակ, լսենք եւս մեկ կարծիք, արտահանողների միության նախագահ Ռաֆի Մղջյանը նշում է, որ ընդհանրապես արտահանման աճի համար ներդրումներ են հարկավոր, որոնք սակայն այսօր Հայաստանում կարծես թե չկան։ Գիտեք, Հայաստանը որպես պոտենցիալ շատ ունի պոտենցիալ արտահանելու, ուղղակի պետք է թողնել, որ դա տեղի ունենա։ Այսօր այդ process-ները տեղի չեն ունենում։ Այսինքն այսօր ոչ մեկ նոր ներդրում չկա Հայաստանում արտադրական գծով, որը գտա զարգ մի նոր ապրանքախմբի արտահանմանը։ Տեսեք, այսօր ընդամենը, եթե դուք այս մեր փողոցով ման գաք, տեսնեք, որ մի քանի հատ արևդրի կենտրոն են կառուցում։ Եղբայր այս մարդիկ, որ հսկայական գումարներ ունեն, համարվում են օլիգարխներ, համարվում են մեծահարուստներ, ինչի չեն մտածում նրա մասին, որ կարելի է ինչ-որ արտադրություն դնել եւ ոչ թե շուկաներ։ Սա է ամենամեծ խնդիրը։ Եթե նույնիսկ այդ մեր հայ օլիգարխները չեն վստահում մեր երկրին եւ իրենք ժամանակավոր արագ փող վերցնելու միջոցներ են ման գալիս, օդարը չի գա ու չի գա։ Գործարարը խոսեց նաև Վերին Լարսի խնդրից, պնդեց ռուսաստանյան մաքսավորները շարունակում են ապօրինի գումարներ գանձել հայաստանցի արտահանողներից, լսենք նաև այս կտորը։ Ոչ մի փոփոխություն չի նկատվել։ Եվ մեր իշխանավորները նույնիսկ, ես չգիտեմ, վախենում են խոսել դրա մասին, չեն համարձակում խոսել դրա մասին, այնտեղ ապրանք տանողների հետ կամ ինչ-որ այդ մեծ մեքենաները, որոնք մեծ բեռներ են տեղափոխում, դրանք մինչև իրանց այդ հասանելի գաշակները չեն դալիս, չեն կարողանում տեղաշարժել։ Այսինքն իրավիճակը նույնն է դառնում, նույնն է, ոչինչ չի փոխվել։ Պարոն Խաչատրյան, գործարար հանրությունում հարցեր են առաջանում, ասում են, տեսեք, եթե իշխանությունները 2.5 տարի է ԵՏՄ անդամ ենք, բայց Վերին Լարսի խնդիրը չեն կարողանում լուծել, այնտեղ մեզնից ապօրինի գանձումներ են շարունակում, կորզել, ինչքանով կկարողանան համապատասխան պայմաններ ստեղծել, որպեսզի գործարար հանրությունն էլ լծվի արտահանման, արտադրության ընդլայնման, արտահանման այսպես աճին։ Ձեր կարծիքով ինչ է փոխվել Հայաստանում, որ խոշոր գործարարները, նույն օլիգարխները այլևս գումար չաշխատեն ապրանքներ կրելու, վաճառելու, միջոցով, այլ իրենց գումարները ներդնեն արտադրության ու հետևաբար արտահանման, ընդլայնման նպատակով։ Նախորդ հնչած կարծիքին կուզեմ արձագանքել։ Ես չգիտեմ ինչ փաստերի հիման վրա են այդպիսի հայտարարություններ արվում։ Մենք գիտենք, որ Վերին Լարսի հետ կապված անցման խնդիրներ գործնականում չկան եւ այն խոչընդոտները, որոնց մասին նշվում են, դրանք գործնականում գոյություն չունեն։ Բավական ազատ տեղաշարժ է կատարվում, եթե դրանք ձմռան ընթացքում առաջացող դժվարություններ են, ապա պայմանավորված են միայն ու միայն եղանակային պայմաններով եւ վերջին շրջանում կառավարության կողմից բազմաթիվ քայլեր կան ընթացքի մեջ, որոնք ցանկանում են այլընտրանքային ուղղություններ հաստատել։ Գործարարը խոսում էր ապօրինի գանձումներից, նաեւ ձեր գոլեգան տրանսպորտի նախարարը, ես հիշում եմ ժամանակին տարվա սկզբին նախորդ տարվա վերջին ամփոփիչ ասուլիսի ժամանակ նույնպես խոսում էր այդ խնդրի մասին, որ ռուսաստանցի մաքսավորները Ես ձեզ վստահեցնում եմ, որ դրանք միայն եղանակային պայմաններով առաջացող իրավիճակներում առանձին դեպքերի են վերաբերվում, երբ որ կարող է կուտակումներ լինեն տրանսպորտային միջոցների եւ այնտեղ նույն փոխադրողների նախաձեռնությամբ կամ բեռների տերերի նախաձեռնությամբ առաջանան նման իրավիճակներ, դրանք համակարգային բնույթ այդպես չեն ունեցել։ Բայց ես ուզում եմ ձեր երկրորդ հարցին պատասխանել, որը ոչ պակաս կարևոր է։ Գործարար միջավայրի ընդհանուր առմամբ խնդիրները հայտնի են, դրանք թաքուն չեն կառավարությունից եւ էականորեն գտնվում են ուշադրության կենտրոնում։ Այսինքն բազմաթիվ ուղղություններով մենք ունենք մշակվող միջոցառումներ, որոնք որ եւ ընթացքի մեջ են եւ նախատեսվում է որ կիրականացվեն նաեւ առաջիկայում եւ հենց վերջերս
վարչապետի գլխավորությամբ կառավարությունում քննարկում էր գործարարությամբ զբաղվելը, որը համաշխարհային բանկի հայտնի զեկույցն է ամենամյա հրապարակվող, այդ միջոցառման շրջանակներում մեր անելիքների քննարկում էր, որ նախատեսվում է նաև առաջիկայում հաստատել կառավարության որոշմամբ։ Մենք կարող ենք երկար խոսել այն դժվարությունների մասին, որոնք առկա են։ Մենք չենք բացառում եւ չենք երգում, որ այդպիսի դժվարություններ կան, բայց յուրաքանչյուր ուղղությամբ անելիքներ ենք ձեռնարկում եւ այդ ուղղությամբ պատրաստ ենք նաև հետագայում հաշվետու լինել, թե ինչ է հնարավոր եղել անել։ Պարոն Մանուկյան, տեսեք, կառավարությունն ասում է մենք հաջողություններ ունենք, doing business-ում առաջընթաց ունենք եւ շարունակում ենք բարելավել պայմանները, ամենակարևորը բարեփոխումները շարունակում ենք առաջ տանել։ Ձեր կարծիքով այս ստեղծված պայմանները, ստեղծվող պայմանները մենք գիտենք, որ փաստորեն բարեփոխումների նոր հանձնարարություն է իջեցվել ընտրություններից հետո, որքանով են իրականում նպաստում, որպեսզի Հայաստանում գործարարները զբաղվեն արտադրությամբ եւ արտահանմամբ։ Նախ առաջինը ասեմ, որ գործարարությամբ զբաղվելու համաթիվը այնպես չի, որ նոր ենք հաջողություններ գրանցում, ոնց որ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակաշրջանից այդ պարբերաբար այդ հաջողությունները գրանցում ենք, բայց պարբերաբար պրակտիկ կյանքը եւ այդ հաջողությունները մի փոքր իրարից տարբերվում են, բայց ես մի շատ կարեւոր հանգամանքի վրա կուզեմ շեշտադրում կատարեմ, օրինակ ես ինքս փորձեցի օրինակ սցենարներ ինչ-որ մշակել, իդեպ լավ կլիներ այս սցենարների դեպքում նաեւ կառավարությունը ներկայացներ սա լավատեսական սցենարն է, թե սա բազիսային սցենարն է, թե վատատեսական, կարող ենք օրինակ ակնկալել 60%-անոց հնայում արտահանման տեսակարգշիռ, ինչպիսի սցենար է սա։ Եվ ես փորձեցի օրինակ 5%-ով, եթե մենք աճի գրանցենք հնայի, հա, մոտավորապես 2022 թվականին կունենանք 14 միլիարդ դոլարանոց, այսպես ասած, հնա, հա։ Հիմա եթե տարեկան միջինը 5%-ով աճի, մենք 10 Ես փորձել եմ ամեն տարի հավելաճով կկազմի, այս տարվա անցած տարվա 10.5 միլիարդի փոխարեն։ Մոտավորապես այդ թիվն է ալնում, հա, իմ մոդելով համենայն դեպս իդեպ ասեմ ամեն տարի նույն 5% գրանցելու համար մի փոքր ռիսկային է, որտեղ ավելի շատ ջանքեր պետք է գրանցես, հա, առաջի տարի կարող է շատ 7 լինի, հաջորդ տարին համեմատաբար ավելի քիչ լինի եւ 2017-ը չնայած 3.2-ը, բայց էլի ես վստահ եմ, որ ավելի բարձր ենք մենք գնացելու։ Հիմա այս կոնտեքստով, որովհետեւ մեր տնտեսությունը աճի, մենք պետք է նաեւ հետ չմնանք գլոբալ միտումներից։ Աշխարհում հիմա արդյունաբերական հեղաշրջում 4-ն է, հա, որը որ ենթադրում է ավելի կապիտալատար արտադրությունների ստեղծում, այլ ոչ թե ավելի ենթադրենք աշխատանքի արտադրողականության միտված։ Այսինքն այստեղ մենք լուրջ կապիտալի ներգրավելու խնդիր ունենք։ Եվ ճիշտ հարցը այն առումով, այն համատեքստում, որտեղից են գալու այդ ներդրումները, որովհետեւ մենք կարողանանք մրցունակ ապրանք արտադրենք, որ դեռ մի բան էլ կարողանանք արտահանել։ Հիմա անունը կդնենք ծառայություններով է հիմնական շեշտադրումը լինում, օրինակ զբոսաշրջիկներն ենք բերում, հա։ Իդեպ ասեմ, դու հանքարյունի ավելացումը ամենա ոչ այդ գործոնային դաշտում ամենավոչ ռիսկայիններից մեկն է, օրինակ պղնձի գների արժեքը շատ ավելի ռիսկային է, քան հանքանյութինը։ Ամուսար կա, բարեբախտաբար Հայաստանը այդ առումով ռեսուրսներով հարուստ է, շատ հանգիստ կարելի է ավելի մեծ լիցենզիաներ տալ, ավելի շատ արդյունավետ, որտեղ հանքավայրեր կան։ Հիմա ասածիս կոնտեքստով ես էլի ուզում եմ ասեմ, որ այս ինվեստիցիաների ներգրավանը, որ մենք կարողանանք այդ կապիտալատար եւ գիտատար ճյուղերը զարգացնենք եւ մրցենք, որ արտահանենք, իմ համար համենայն դեպս այդտեղ է, որ ավելի շատ ռիսկային հարցերի բազմությունն է։ Պարոն Մանուկյան, որ վարչապետը միայն այս տարի խոստացել է 850 միլիոն դոլար ներդրում ապահովել, մայիսի 1-ի դրությամբ պարոն Ազիզյանը էկոնոմիկայի փոխնախարարը ասաց, որ 80 միլիոն մոտավորապես ներդրում կա, 10%-ից մի փոքր քիչ, բայց տարին դեռ առջևում է, պարոն Խաչատրյան, հուսանք մնացած 750 միլիոն դոլարը ի վերջո կգան Հայաստան, բայց եկեք տեսնենք ինչպիսին է գործերը արտահանման հետ կապված հարևան Վրաստանում, տեսնենք այնտեղ ինչ վիճակ էր օրինակ 2003 թվականին, ինչ վիճակ է հիմա եւ փորձենք համեմատել Հայաստանում հայաստանյան իրավիճակի հետ։ Տնտեսության դիվերսիֆիկացման եւ արտահանման աճի մասին խոսել են Հայաստանի բոլոր իշխանությունները, սակայն թեման հատկապես կարևոր դարձավ 2009 թվականի տնտեսական խորը ճգնաժամից հետո, երբ երկիրը ունեցավ 4-րդ ամենամեծ տնտեսական անկումը աշխարհում, Լատվիայից, Ուկրաինայից ու Լիտվայից հետո։ Սակայն երբ հայացք եք նետում, թե արտահանման գործում ինչ հաջողությունների է ասել հարևան Վրաստանը Վարդերի հեղափոխությունից հետո ու համեմատում եք Հայաստանի տվյալների հետ, պատկերն ավելի է պարզվում։ Երկու երկրների ազգային վիճակագրական ծառայությունների համաձայն 2003-ին Վրաստանը Հայաստանից 1.5 անգամ քիչ էր արտահանում, սակայն 2003-16 թվականների ընթացքում
Վրաստանյան արտահանումը աճեց 358%-ով և 2016 թվականին կազմեց 2 միլիարդ 112 միլիոն դոլար, իսկ հայաստանյանը նույն ընթացքում ավելացավ 160%-ով։ Նույն 13 տարվա ընթացքում վրաստանյան արտահանումը Եվրամիություն ավելացավ ավելի քան 590%-ով և առաջանցնելով հայաստանյանից կազմեց 571 միլիոն դոլար։ Այդ ընթացքում Հայաստանից արտահանումը Եվրամիություն աճեց 81.6%-ով և անցած տարի կազմում էր 478 միլիոն դոլար։ Ընդհանրացնենք, 2003-ից 16 թվականների ընթացքում վրաստանյան արտահանումը Եվրամիություն 7.2 անգամ արագ է աճել, քան հայաստանյանը։ Պարոն Խաչատրյան, տեսեք, կառավարության քննադատները ասում են, որ մեր խնդիրները միայն զուտ տնտեսական չեն եւ այստեղ կան քաղաքական խնդիրներ, քանի որ Վրաստանն ավելի ժողովրդավարական երկիր է, այնտեղ հետեւաբար տնտեսությունը ավելի այսպես ակտիվորեն է զարգանում, դատական համակարգը անհամեմատ ավելի անկախ է։ Ինչ կարող եք ասել, այ պատճառները վրացական հաջողության եւ մեզ մոտ ստեղծված իրավիճակի, հա, Ես չէի ուզի հակադրել վրացական տնտեսության զարգացումներն ունեն իրենց աճի աղբյուրները, հայաստանյան տնտեսության զարգացումն ունի իր աճի աղբյուրները, թող քննարկման դրացիչ առարկա լինի, թե որոնք են այն շարժիչները, որոնք եղել են վրացական տնտեսության մեջ։ Ես իհարկե կարծում եմ, որ այդտեղ ճշտելու բան կա, որովհետև ինչպես նշեցի, Հայաստանում արտահանումը ոչ թե կազմում է 1.8 միլիարդ դոլար, այլ 3.4 միլիարդ դոլար, երկու երկրների պարագայում էլ ապրանքներն էին հետևաբար ներկայացված։ Շատ, եթե միայն ապրանքներն են, այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ առաջիկայում, որովհետև այդպիսի ենթատեքստ կա, ինչպես է լինելու, որ առաջիկայում մենք մտածում ենք այդքան արագ աճի տեմպեր պետք է ապահովեն Հայաստանի տնտեսության մեջ, մենք կարծում ենք, որ էական նշանակություն ունեն այն գործողությունները, որոնք հաջորդաբար փաթեթավորված են, այսպես եմ ուզում ասել։ Առաջին խոշոր փաթեթը դա արտահանման ռեժիմներն են եւ շուկաները, իսկ մենք մեծ նշանակություն ենք տալիս առաջիկա տարիներին եւ իրանական ուղղությանը եւ արաբական երկրների ուղղությանը։ Դեպի Պարսից ծոցը, որքան հասկանում եք, նաեւ նախագահի այցերի արդյունքում եւ Քուվեյթ եւ արաբական Միացյալ Էմիրություններ են գտնվում այդ շուկաները Հայաստանի արտադրողների եւ արտահանողների համար մատչելի դարձնելը։ Մենք պետք է գիտենանք, որ Եվրատնտեսական միության շուկան 170 միլիոն բնակչության, որը որ նոր կանոնակարգումներ է ձևավորում ընդհանրական շուկայի տեսանկյունից, ունի մեծ պոտենցիալ եւ մենք գտնում ենք, որ այդ պոտենցիալը առաջիկայում պետք է օգտագործել եւ այդ արտահանման ռեժիմների փաթեթը մեկ փաթեթ, որ շուկաները ընդլայնելու էականորեն, գործարար միջավայրի փաթեթը որպես երկրորդ փաթեթ, որովհետեւ երբ որ կլինեն արտահանման պատուհանները, այդ ժամանակ էլ կլինի ներքի միջավայրի համարժեք կարգավորում եւ ներդրումները կգան։ Այնպես ինչպես պարոն Մանուկյանը նշեց, որպես արդյունաբերական հերթական փուլ համաշխարհային պահանջվում են կապիտալատար ուղղություններ, այսինքն որոնք մասշտաբային ազդեցության տեսանկյունից կարող են ունենալ ռեալական փոփոխություններ տնտեսության զարգացման վրա։ Մենք կարծում ենք, որ այդ նախադրյալները Հայաստանում կան։ Պարոն Մանուկյան, եթե հակիրճ փորձենք ներկայացնել, ո՞րն է այն գլխավոր խորհուրդը դուք որպես տնտեսագետ կարող եք տալ մեր իշխանություններին, ինչ անել, որպեսզի Հայաստանում սկսեն զբաղվել արտադրությամբ եւ արտահանմամբ, ոչ թե շաքարավազի ու բաների ներկրմամբ ու վաճառքով։ Կառավարությունից թվում է իր խորհրդատուները ունի, ես ընդհանրապես կարող եմ իմ կարծիք ասել, բայց միջև իմ կարծիք ասեմ, ես պետք է նաև այ շատ լավ կներ, որ դուք նաև դնեիք օտարերկրաուղակի ներդրումների գրաֆիկը Հայաստանի եւ Վրաստանի։ Անհամեմատ Վրաստանում մեծ է։ Վստահաբար 10 ավելի քան 10 անգամ այնտեղ մեծ է եւ որ ես խոսում եի այդ ներդրումների մասով։ Իսկ դուք կարծում եք կարևորը միջավայրի համապատասխան միջավայրի ստեղծումը։ Չկա համապատասխան միջավայր, այսինքն կան օրինակ doing business-ով աճի գործոններ, բայց ներդրողը դա չի զգում եւ չի ներդրում կատարում այդ երկրում, հետեւաբար չի կարող լինել նման կարգի թռիչքաձև զարգացում։ Ճիշտ է, ես հասկանում, որ գլխավոր խորհուրդը համապատասխան միջավայր ստեղծելն է եւ գիտեք, իմ իմ կարծիքով ընդհանրապես կամայական զարգացման համար 3 կարևոր հատկանիշներ են անհրաժեշտ։ Առաջինը կոռուպցիայի մակարդակի նվազեցում, որը որ դրսևորվում է օրինակ անկախ դատական համակարգով, ավելի բարեկեցիկ պետական պաշտոնյաների համար աշխատավարձ եւ պատասխանատվության գործառույթներով եւ օրենքի գերակայության առումով։ Այս երեքը եթե մենք կարողանանք օգտագործենք,
դա կլինի հնարավորություն, բայց այդ հնարավորությունը կյանքի կոչելու համար կրկին ես շատ կուզենամ, որ մենք իրականությունից մի փոքր չկտրվենք, այսինքն դա ենթադրում է նաև ռազմավարություններին համապատասխան համադրումներ եւ ինչու՞ չէ նաև պատասխանատվություններ, որովհետեւ մենք տարիներ շարունակ ունենք մենք անպագորգոր հայտարարություններ, բայց որևէ մեկը այդ խոսքի պատասխանատվության ինստիտուտը այդպես էլ չի զգացվում, հատկապես պետական համակարգում։ Շնորհակալություն, պարոն Այք, հիշեցնեմ, հյուրընկալել էինք տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանին եւ տնտեսագետ Արտակ Մանուկյանին։ Նավթի միջազգային գները կարծես մտնում են տատանումների մի նոր փուլ, ոլորտի ներկայացուցիչները խոսում են սպասվող անկման մասին եւ փորձում են կրճատել նավթի արդյունահանումը սև ոսկու էժանացում թույլ չտալու համար։ Դրամը շարունակում է ամրապնդել իր դիրքերը դոլարի նկատմամբ, իսկ ռուբլու համեմատ անցած շաբաթ փոքր-ինչ արժե զրկվել է։ Պղնձի միջազգային գները շարունակում են աճել, նույնը չես կարող ասել նավթի մասին, երկրորդ օրն է Brent տեսակի նավթի միջազգային գինը իջնում է։ Դուք դիտում եք տնտեսական ազատությունը, կհանդիպենք մեկ շաբաթից, հաղորդումը վարեց Սարգիս Հարությունյանը, ցտեսություն։